Աստված Զոյի համար, որը միջև այսօր գործում է։ Շնորհակալ ենք Տեր քո խաչի համար, քո թափած արյան համար, որ դու ինքնակամ գնացիր խաչին, այդ խայտարակ մահվանը, որ մեզ ազատես այդ խայտարակությունից, ամոթից, մահից, ճիրաններից։ Տեր շնորհակալ ենք եւ օգնիր մեզ, որ մենք գիտակցենք, թե ինչ մեծ զոհ ես արել դու եւ կենտրոնում ընկած էր Աստծո սերը, որովհետեւ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն անգամ չխնայեց, այլ տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք, որպեսզի մեզ փրկի մահվան ճիրաներից։ Եվ ողջ փառքերն ու պատիվը, զորությունն ու մեծարանքը միայն քեզ տնի։ Եվ մենք քեզ ենք հանձնում այս ով ծառայությունը, խոսքը, քո սուրբ ներկայության մեջ թող լինի, Տեր։ Եվ աղոթում եմ, որ օծես յուրաքանչյուրի սիրտը ու ականջները, որ մենք լսելով լսենք եւ հասկանանք։ Եվ այդ սերմերը ընկնեն պարարտ հողի մեջ եւ պտուղ բերեն քո անվան փառքի համար։ Շնորհակալ ենք քեզ, Տեր, օծիր նաեւ իմ շուրթերը, իմ միտքը եւ եղիր օրհնված հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Հալելույա, ամեն։ Ես կիսատ մի թեմա էի թողել, ով այժմ։ Հիմա գնալու ենք այդ թեմայի մեջ։ Ով այժմ ինչ թեմայի մասին էի խոսում 4 շաբաթ առաջ։ Աբիսողոմի, լավ հիշողություն է։ Այո, մենք կիսատ թողեցինք այս թեման եւ այսօր այս ամեն ինչ կանը որ ավարտեմ այս թեման։ Մենք խոսում ենք Աբիսողոմի ոգու վտանգավոր նշանների մասին։ Տեսեք, ոգիները, թանկագիներս, նրանք կան, ուզենք թե չուզենք։ Դիվային աշխարհը կա։ Երեք այսպեսի մի միտք հովներից մեկ ասեց, իրեւ ասեմ 3 չառաջի օրը գիշեր ունեցանք հրաշալի աղոթքի ծառայություն, գիշերային աղոթք, միսիայի հետ միասին, հովիվներով ենք հավաքված, եւ ես հովիվներից մեկը մի բան ասեց, ասում է, եթե քո համար պայքարում են եւ սատանան եւ Աստված, դու ճիշտ տեղում ես ուրեմն։ Լսում ես։ Եթե քո համար կա պայքար հոգեվոր աշխարհում եւ քո համար պայքարում է թե Աստված եւ քո համար պայքարում է թե չարը, ուրեմն դու ճիշտ տեղում ես, դու արժեք ունես։ Երբ որ քո համար ինչ-որ մեկն է պայքարում, մի բան է ինչի։ Դրա համար հոգեվոր աշխարհը իրական է եւ դիվային զորությունները իրական են։ Ուզենք թե չուզենք, մենք սա չենք կարա անտեսեք ասենք չկա։ Կա։ Դիվային աշխարհը կա, հոգեվոր աշխարհը գոյություն ունի եւ մենք պիտի ճանաչենք մեր թշնամուն։ Եվ այս թեման հենց այս ինչպես դեղին լույս էի ասում, դեղին լույսի պես պիտի մեր համար վառվի։ Եթե այս նշանները դու տեսնում ես, կզգաս, դու պիտի շատ ուշադիր լինես ու պիտի վազես դեպի Աստծուն։ Որտեղից սկսվեց այս պատմությունը, սկսվեց այնտեղից գլխավոր վտանգները որներ, չլուծված վիրավորանք, արագ ասեմ եւ անցեմ թեմային։ Այս վիրավորանքը հիմնականում սկսվում է չլուծված վիրավորանքի պատճառով։ Երբ որ գալիս է վիրավորանքը եւ դու նրա հարցերը չես լուծում, այդտեղից կարա սկսվի վտանգը։ Հիշում ես վիրավորանքը որտեղից սկսվեց։ Սկսվեց այնտեղից, երբ որ Աբիսողոմի քրոջը չարիք արեցին, նրան բռնաբարեցին եւ Աբիսողոմը դա չկարողացավ ներել։ Եվ գրված է Աբիսողոմը Ամնոնի հետ ոչ լավ էր, ոչ վատ։ Սառը հարաբերություն։ Միապաղաղ, արհամարանք, այ վտանգ այդտեղից կարա գա, բուն գտնի եւ մնա։ Եվ այդ վտանգը մի քանի տարի, այդ երևույթը մի քանի տարի Աբիսողոմի սրտի մեջ կրեց, հետո նա փախավ թագավորի երեսից, լքեց տունը, լքեց ընտանիքը եւ մեկը կար, ով որ հայտնվեց նրա կյանքի մեջ, դա Հովաբն էր, նա բարեխոսեց թագավորի առաջ եւ Աբիսողոմը վերադարձավ հետ թագավորություն։ Ինչ ենք խոսում Աբիսողոմի մասին, խոսում ենք, որ նա գեղեցիկ էր, նա խելացի էր, նա ազդեցիկ էր եւ ժողովրդի կողմից սիրված մեկն էր։ Եվ գրված էր, որ Աբիսողոմը 2 տարի մնաց Երուսաղեմում, երբ որ վերադարձավ, մնաց, բայց թագավորի երեսը չտեսավ 2 տարի։ Ես խոսացի նրա մասին, որ սա շատ վտանգավոր մի բան է։ Երբ որ մարդիկ իրար հետ ապրում են, բայց չեն խոսում, չեն շփվում։ Ոչ լավ, ոչ վատ։ Դա վտանգավոր է։
բերենք եկեղեցի, երբ որ մենք ընտանիք ենք, մեկտեղ ենք հավաքվում, բայց իրար հետ շփում չունենք։ Ոչ լավ, ոչ վատ, արհամարած ունեմ։ Ես կարամ երկրպագեմ Աստծուն, ասեմ հալելույա Տեր, իմ սիրտը քոնն է, բայց այն որ աշկովաշ չունենամ իմ կողքի քրոջը կամ եղբորը։ Ու նրան արհամարած ունեմ, արհամարում եմ ես նրան, չեմ սիրում, չեմ խոսում, չեմ շփվում։ Սա վտանգավոր կեցվածք է եւ վտանգավոր մի վիճակ է։ Եվ Հովաբը գնում թագավորի մոտ, ասում է՝ դե որդի տա ընդունի։ Բարեխոսում է եւ թագավորը ընդունում է նրան, Աբիսողոմին, եւ ես ասեցի, որ կինոն դեռ նոր պիտի սկսվեր, չէ՞։ Եվ կինոն այսօր սկսվում է։ Այսպիսով արի գնանք Բ թագավորաց 15-րդ գլուխ առաջի 6 խոսքերից։ Հաջորդ այս ոգու վտանգավոր նշաններից մեկն է եւ ամենաերևացողը եւ ամենավտանգավորը սա է՝ մարդկան սրտերը շահելը կամ գողանալը, ռուսերենով է լավ գրվում վկրադիվելսը սիրտsa։ Գիտես այս երևույթը կարա մարդկան սրտերը գողանա, գախնի գողանա, վկրադիվելսը, գիտես որ դա որն է, որ կամած ինքը գալիս եւ մտնում է մարդու սրտի մեջ։ Եվ տեսեք Բ թագավորաց 15-րդ գլուխ առաջի խոսքից կարդանք։ Եվ սա իդեպ Աբիսողոմի ոգու գլխավոր նշաններից է։ Դրանից հետո, երբ որ Աբիսողոմը հետ ընդունվեց թագավորություն, երբ որ Աբիսողոմը հետ եկավ ընտանիք, հետ եկավ, դրանից հետո Աբիսողոմը իր համար կարգեր եւ ձիեր եւ իր առաջից վազող 50 սուրհանդակ պատրաստեց։ Նա եկավ եւ իր համար կոմֆորտ սկսեց ստեղծել։ Իր համար նա սկսեց ստեղծել իրավիճակ, հետաքրքիր, ձիեր, կարգեր, առաջից վազող մարդիկ, սուրհանդակներ։ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում եւ կանգնում դրան ճանապարհին, եւ երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ, դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ եւ ասում. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Եվ նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի ցեղերից, այսինչ այնիշ մեկն է»։ Աբիսողոմը նրան ասում էր. «Տես, քո պահանջները բարի եւ արդար են»։ Դատ է լսում, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի։ Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, եւ ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ եւ ես նրա իրավունքը կպաշտպանեի»։ Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մտնում, այսինքն խոնարհվելու համար մարդ էր մտնում, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր նրան, համբուրում էր։ Եվ Աբիսողոմը այսպես էր անում Իսրայելի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ։ Եվ Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։ Գնանք հերթականությամբ, ինչպես նա շահեց Իսրայելի մարդկանց սրտերը։ Գիտես, երբ որ Աբիսողոմը կամ Աբիսողոմները հաստատվում են եկեղեցում, նա ինչ անում, նա առաջինը իր շուրջը ստեղծում է իր կոմֆորտը։ Ձիեր, կարգեր, իր առաջից վազող սուրհանդակներ։ Կարող նկատած լինես, կան մարդիկ, որ sense իր առաջից վազում են, ինքը նստած թագավորն է, թագուհին է, սա բերեք, սա տարեք, սա արեք, իր առաջից վազում են, որ իրան հաճեցնեն։ Գիտես, այս երևույթը, երբ որ մտնում է, խոսենք եկեղեցուց, երբ որ մտնում է եկեղեցի, նա ամեն ինչ անում է, որ իր շուրջը հասկանում է, ստեղծի իր կոմֆորտը, տարբեր, գնա, արի։ Ես նստած թագավորն եմ գահի վրա։ Հիշում ես Հիսուսը ինչ ասեց, ով որ ձեզանից կարծում է, որ մեծ է, նա թող բոլորին ծառա լինի, բոլորին ծառա լինի։ Եվ սա շատ վտանգավոր մի երևույթ է, երբ որ մարդը իր շուրջը ստեղծում է իր համար հարմար կոմֆորտ, ձիավորներ, կարգեր եւ սուրհանդակներ, սուրհանդակը ով է, տանում, բերում, վազում, գնում, գալիս, բերում, ասում, հա։ Սա երևույթ է։ Հաջորդը, այս ոգին հավակնում է գրավել Հիսուս Քրիստոսի տեղը եկեղեցում։ Գրված է, որ նա առավոտ կանուխ վեր էր կենում, ճանապարհին էր կանգնում դռան մոտ, որ ով որ գա ասի welcome, արի ինձ մոտ։ Գիտես, այս ոգի շատ վտանգավոր է, երբ որ դու հարց ունես դեպի Հիսուսը, դեպի թագավորը դու հարցեր ունես,
դու դատ ունես, դու ասում ես Տեր իմ դատը տես, բայց օրինակի համար հայտնվում է ChatGPT-ին։ Դու հարց ունես, հոգևոր հարց է, սիրելի երիտասարդներ, եւ ոչ միայն երիտասարդներ։ Դու հոգևոր հարց ունես Աստծուն, հասկանում ես, դու խնդիր ունես, ինչպես լուծվեց խնդիրը, դու ChatGPT-ին ես գրում։ Ես դեպրեսիայի մեջ եմ, ինձ հետ այսպես եմ վարվել, ոնց անեմ։ Ինը բերում ասում այսպես կանես։ Կարող մի երկու հատ հետարքիր խախորուրդ տա, կկարդաս անպայման Մատթեոսի ավետարանի ես ինչ գլուխը։ Մի թեթևել sense հպանցիկ ուղղորդի դեպի Աստվածաշունչ, բայց պատասխանը հասկանում ես ինչ որ պիտի Աստված ասեր, գողացավ ու տարավ։ Գրված է, որ նա հասկանում ես ճանապարհին դռան մոտ էր կանգնում։ Հիսուս ասեց. «Ես եմ դուռը, ես եմ ճանապարհը»։ Լինում է, որ մարդիկ ունեն արդարացի կամ ոչ արդարացի պահանջ եւ հարց ունեն, ասենք ուզում են գնան, ասենք եկեղեցու հովվի մոտ։ Խնդիր ունեն, հարց ունեն եւ ինչ որ մեկը նրան ասենց ճանապարհից ալաֆ անում։ Արի ես քեզ կպատասխանեմ։ Հովի մոտ բաց է այդ վիճակը, եկեղեցու մենք չունենք այդ ծառայությունը, երանի թե ինձ դրած լինեին, բայց քանի որ չկա, գիտես, ես կփորձեմ այդ բացը լրացնեմ, ես կփորձեմ ես պատասխանեմ այդ հարցի պատասխանը ես լինեմ։ Այս ոգին հավակնում է գրավել Հիսուս Քրիստոսի տեղը եկեղեցում։ Գրած է Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին։ Հիսուսն է դուռը եւ Հիսուսն է ճանապարհը։ Եվ երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ, դատաստանի, նա նրան դիմավորում էր։ Եվ նկատիր մի բան եւս, որ սա առավոտ կանուխ, դա շատ աշխատասեր է։ Առավոտ կանուխ, դա քուն ու դադար չի կարողա չունենալ։ Նա առավոտ կանուխ կարա վեր կենա, աղոտ քանի, առավոտ կանուխն կարա վեր կենա եւ քեզ դիմավորի։ Հաջորդը այս ոգին շատ փափուկ է եւ հարմար։ Ես ինչ ասում, տես քո պահանջները բարի եւ արդար են։ Նա շատ հարմար է, շատ փափուկ է։ Հիշի, սիրելի եկեղեցի, որ սատանան միշտ էլ հարմար է։ Նա հարմար է։ Նա հարմարվում է քեզ։ Գիտես, այսօրվա 21-րդ դարի չարիքներից մեկը որն է, որ մարդկանց նույնպես կարա կտրի ու տանի եկեղեցուց։ Գիտես որն է։ Հարմար քարոզիչներ են փնտրում իրենց համար։ Հակոբոսը չէ խոսած, դրանք կփնտրեն ուսուցիչներ, կարծեմ Հակոբոսն է։ Կարամ սխալվեմ, լավ։ Նամակներից մեկում է գրված։ Նրանք կփնտրեն ուսուցիչներ, ովքեր որ իրանց կհաճոյախոսեն, իրանց հարմար ուսուցիչներ կփնտրեն, ովքեր որ կխոսան, կքարոզեն հարմար ձևով։ Սիրելիս, միշտ չէ, որ փափկության հետևում Աստված է կանգնած։ Միշտ չի։ Հարց եմ ուզում տալ, դու երբևիցե այս բեմից լսած կաս նման քարոզ, իժի զավակներ, լսած կաս։ Ես սա Աստվածաշնչյան քարոզ է։ Ես Հիսուսը ոնց էր քարոզում։ Ով շնացող ազգ, ով կեղծավորներ, միջև երբ ես ձեզ պիտի դիմանամ։ Մեզ թվում է Հիսուսը միշտ փափուկ, սենց գեղեցիկ, հարմարվող, սիրո մեջ էլ կա խստություն։ Ավելին ասեմ, սիրո մեջ կա խստություն։ Եվ բոլոր ծնողներ ասեցին, սիրո մեջ կա այնպիսի խստություն, որ ոչ մի բանի մեջ կարա չի լինի այդ խստությունը, որովհետև դու սիրող ծնող ես։ Մենք երբեք չենք լսել նման քարոզներ մեր հովիվներից։ Ես որ չեմ լսել իմ հովիվից նման քարոզ։ Իժի զավակներ կամ ով կեղծավորներ, ով շնացող ազգ, միջև երբ, ով թերահավատներ։ Մենք չենք լսել։ Հիշիր, դա թշնամին է միշտ հարմար ու փափուկ։ Հաջորդը, այս ոգին քանդում է դրված կարգն ու իշխանությունը։ Նա ինչ ասում, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի։ Գիտես, ինքը դրված իշխանության վրա այսպես կասկած է նետում,
որ թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի։ Բերենք մեր օրեր, նշաններն են, բացերի մատնանշում, բացերը։ Մենք իսկ գիտես ինչ բացեր ունենք։ Կարգու կանոնը ինչի։ Փառաբանությունը այնքան աղմուկ կա փառաբանության մեջ, բացեր ենք նշ։ Այս դինամիկը գոռում այն մեկը լիքը բացեր։ Սա ոգու ազդեցություն է, սիրելիս։ Բացերի մեկը մոտեցավ Հովին ասեց. «Ես Հովիվ, մեր Հովիվին, մեր Հովիվ Արտուրին, տարիներ առաջ, ես լքում եմ եկեղեցին», ասում ախի սիրելի քույրիկ, որովհետև ես հասկացա, որ ես եկեղեցում կա 3 խնդիր, 3 բաց։ Ասեց այդքան քիչ ես նկատել։ Ումս 13 էլ ես ավելացնեմ, ինչեր գիտեմ, դու 3-ն ես տեսել։ Գնա։ Ես բացերի մատնանշում, երբ որ հասկանում ես ինքը ինչ ասում, որ քո խնդիրը, քո պահանջները արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի։ Չկա այս ծառայությունը։ Թագավորը չի տեսնում այս խնդիրները կա թագավորության մեջ։ Ինչքանով ենք մենք կանգնում, հասկանում ես մեր հովի կողք եւ աղոտ քանում եկեղեցու համար, սրտացավ, լացելով, որ ասեց ես ծոմ կվերցնեմ։ Անցած կիրակի այստեղ շատ հրաշալի քարոզ գնաց։ Հովիվ Արամը ինչ էր խոսում։ Խոսում էր Դավթի հավատարիմների, չէ, մասին։ Մի քիչ դաս քաղեցինք այնտեղից։ Որ մենք պիտի լինենք հավատարիմ, ամեն մեկս մեր անելիքի մեջ, կոչման մեջ։ Ինչքանով ենք մենք այս բացերի համար ոչ թե մատնանշում, այլ ծոմ վերցնում։ Ինչ նշաններ կան այսօր, մշտական քննադատություն առաջնորդի նկատմամբ։ Հասկանում ես, մշտական թագավորի մոտ բաց է այս թեման։ Հեգնանք եւ սարկազմ, այսի նույնպես հենց հետարքիր այսօր։ Գիտես, ինքը մոտավորապես այսօր հնչում այսպես. Հիսուսը նման ձև չեր անի։ Հիսուսը սենց չէր պատասխանի։ Երկու հատ արդյունք պատրաստ է անմիջապես։ Ախր Հիսուսի օրոք վերցրա ավետարանը կարդա։ Հիսուսի ժամանակ սենց բաներ չկար։ Հիսուսը սենց չէր պատասխանի երբեք մարդուն։ Էս ինչ ձև է։ Անմիջապես արդյունքը պատրաստ է։ Կարա զանգի, ասենք, եկեղեցու ծառայողներից։ Սենց օրինակի համար Մակ ջան, գիտես, ախր սիրտս քրքրվում է։ Ոնց հասկանում ես կարա լացի ու ինքնից ալաֆա ուզում անի այդ մարդուն։ Իրա շուրջն է ուզում հավաքի։ Բացերը մատնանշելով, խնդիրները ցույց տալով։ Հեգնանք ու սարկազմ, հասկանում ես, սարկազմով կասկածների ստեղծում, արդյոք Աստված ասաց, սա այն հին դևն է, Եդեմական պարտեզից եկած։ Արդյոք հասկանում ես կասկածներ, արդյոք թագավորը իա տեղում, արդյոք Դավիթը, հասկանում ես խնդիրը որտեղ էր։ Ես գտել եմ խնդիրը որտեղ էր Աբիսողոմի, ինքը մուր հանեց թագավորից։ Գիտես ինչու։ Ասեմ ինչու։ Որովհետև թագավորը արդար չվարվեց, արդար իր պատկերացած արդարությամբ չվարվեց Թամարի համար։ Աբիսողոմի պատկերացումով թագավորը պիտի սպաներ Ամնոնին, բայց նա այդպես չարեց եւ իր սրտի մեջ այնքան կուտակվեց այս մաղձը, թույնը, վիրավորանքը, որ նա հարմար պահ որսաց, որ սպանի իր եղբորը։ Այդպես էլ արեց։ Եվ հետո ասեց, ես քեզ ցույց կտամ թագավոր, որ երբ որ դու արդար դատ չես անում Թամարների համար, այստեղ այսպես բան կարա լինի, եւ նա մուր հանեց, մուր էր հանում իր պատկերացումով, եւ նրա մոտ ինչ-որ միտեղ ստացվեց, եւ ես կասկածների ստեղծում եւ վերջապես զրուցներ մենք մերոնցովի քողի տակ։ Դե մենք մերոնցով խոսում ենք, խմբակ ենք անում, մենք մերոնցով խոսում ենք։ Այս 2 լիտր կաթը վերցրու, 2 բան ունեմ քեզ ասելու։ Բայց սենց մի բան սենց տալիս է, սենց ընծայ է անում, մի հատ նվեր է անում, ու մենք մերոնցով խոսանք, էլի մի հատ բան կա, բան եմ տեսել, այնպես վտանգ եմ այդտեղ զգում,
արիաղոտ ենք էլի, սենց կարողա այս դևը շատ կրոնական է, դա ցույց կտամ հետո։ Այս ոգին ձգտում է իշխանության ու շատ իր արդարության ձայնի քողի տակ։ Այս ոգին ձգտում է իշխանության, բայց մի հատ քող կա, արդարության ձայն։ Ես եմ այդ արդարության ձայնը։ Ինձ տվեք այդ ծառայությունը, որ ես դա ասեմ։ Եթե չէ, ես քո միջոցով դա կուզենամ ասել։ Ով է մոտիկ թագավորին։ Մի հատ բան կա, չէ՞ ռուսերեն արտահայտություն, особо приближенный к императору։ Ով է մոտիկ, Հովիետ ով է մոտիկ, գալիս գտնում մեկին, օպ, ու դրականների նստեց։ Ասեք ծառայություն տան ինձ, էլի, այդ ծառայություն, երբ որ ես ծառայություն ունենամ, երբ որ ես լինեմ, ես կկարանամ սա արդեն բարձրաձայնեմ։ Ու տես ինչա գրված, եւ Աբիսողոմն ասում էր Երանի, թե ինձ դատավոր դնեին այս երկրում, եւ ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, եւ ես նրա իրավունքը կպաշտպանեի։ Աբիսողոմը բողոքում էր դրված իշխանության դեմ։ Աբիսողոմը ստեղծում էր անվստահություն կամած։ Կաթիլ անվստահություն։ Կաթիլ կաթացնում էր։ Նա ստեղծում էր անվստահություն։ Հաջորդը ներկայացնում էր ինքն իրեն թագավորից ավելի սրտացավ։ Ահա թե ով էր Աբիսողոմը։ Նա իրեն ներկայացնում էր, ես ավելի սրտացավ եմ, քան իմ պապան, քան իմ հայրը, թագավորը։ Ինքը չի տեսնում, չի զգում, դատը չի անում, ես եթե լինեի, ես կանեի։ Ինչպես է այս ոգին գործում այսօր։ Մոտավորապես այսպես։ Քեզ չեն գնահատում։ Դու այսքան անում ես, այսքան ծառայում ես, մի հատ մերսի ինչա չեն ասում։ Չեն գնահատում քո պարգևը, չեն գնահատում քո տաղանդները։ Թեև ես վստահ կարամ ասեմ, որ այս եկեղեցում մի ծառայող անգամ չկա, որ ես նրան մերսի, շնորհակալություն ասած չլինեմ։ Ամեն անգամ, երբ որ մենք հավաքվում ենք ծառայողներով, ես միշտ ասում եմ շնորհակալ եմ ձեր ծառայության համար։ Եվ բոլոր ծառայողները թող ասեն Ես գիտեմ, որ այդպես է, բայց ամեն դեպքում, գիտես, այն չի, մեկը այն չի, քեզ չեն գնահատում, հասկանում ես, քո զոհերը, քո տաղանդները չի գնահատվում։ Կամ ես ավելի լավ կանեի։ Եթե ես լինեի ու գնաց, եկեղեցին է տվեք ինձ մի ամսում, տես ինչ եմ սարքում, մի ամիս տվեք ինձ եկեղեցին, տես ես ոնց է դզım չէ, դզım հանգիստ տեղ ես էլ եմ այտենց ասել հələ տվեք ինձ այս ծառայությունը տվեցին կամ առաջնորդը սխալվում է մատնանշումներ այսօր այսպես է այս ոգին գործում այս երևույթը եւ արդյունքում հետևեք ինձ ես կստեղծեմ իմ խումբը, ես կստեղծեմ ինձ լսողներին, ես կստեղծեմ իմ լսարանը։ Սերից սա քանդում է եկեղեցին ոչ թե արտաքինից, այլ ներսից։ Որտեղ վտանգավոր է այն թշնամին, որը թագավորության ներսում ապրում ու գործում իր կանոններով։ Ո՞ից եմ ասում, վտանգավոր է այն թշնամին, որը ներսում է գործում իր կանոններով։ Իր ձևով այն քանում ամեն ինչ։ Ծառայության մեջ ես իմ ձևով կանեմ, ասում ես, չէ, դու սենց արա, չէ, ես իմ ձևով կանեմ։ Սա ներսից է քանդում եկեղեցիները։ Հաջորդ այս ոգին մանիպուլացնում է շողոքորթությամբ եւ սիրով։ Ես ինչ է շողոքորթությունը, քծնվող, շողոքորթությամբ, հաճոյախոսությամբ, սիրո քողի տակ։ Նայ ոնց է սա մոտավոր լինում, երբ որ ասում է խոնարհվելու համար մարդ էր մոտենում, որ խոնարհվեր, հա, գրված է երկրպագել, բայց խոնարհվելու համար մարդ էր մոտենում, նա մեկնում էր իր ձեռքը, նա բռնում էր ու համբուրում էր նրան։ Այնքան սեր կա։ Սիրով լցված մեկը։ Տեսեք, Աբիսողոմը շատ հմայիչ էր։ Հասանելի եւ սիրով լցված։ Ինքը միշտ պատրաստ է, երբ զանգես ինքը կողքի տա։ Ծոմ մի օր ես ասում 3 օր կպահեմ։ Ինքը միշտ հասանելի է։ Ինքը միշտ սիրով լցված է, ինքը միշտ գրկում է։
Այնպես չի որ սա ինձ իրար չեն գրկելու։ Գրկելու ենք։ Սրտի դիրքն է կարևոր այստեղ։ Ինչի համար է մարդը դա անում։ Որն է դրդապատճառը։ Խաղում էր մարդկանց զգացմունքներով։ Այսա է վտանգը։ Գիտես մենք մեկս մյուսի հետ կապված պիտի լինենք ոչ թե զգացմունքներով, այլ Աստծո հոգով։ Երբ որ մենք Աստծո հոգով կապված լինենք, մեր սրտերը իրար կսիրեն։ Երբ որ մենք Աստծո հոգով կապված լինենք, մեր զգացմունքները ճիշտ կլինեն, բայց երբ որ շնչավոր մակարդակով ծառայողը ծառայողին ալաֆ է ուզում անի, կներեք բառիս համար։ Երբ որ հասկանում եք շնչավոր մակարդակով մարդիկ իրար ուզում են կապված լինեն, դա դիվային է։ Մենք իրար հետ պիտի կապված լինենք միմիայն Աստծո հոգով։ Այո, շունչը օրհնություն է մեզ համար։ Միտքը, զգացմունքները, մեր կամքը, չէ՞, մենք կարանք իրար հետ երկար շփվենք եւ կապվենք իրար հետ։ Մենք կարանք իրար տուն գնանք, իրար հետ սուրճ խմենք, շփվենք, կարոտենք իրար, սա նորմալ է, բայց առաջի տեղում պիտի լինի Աստծո հոգին։ Առաջինը մենք պիտի Աստծո հոգով կապված լինենք մեկս մյուսի հետ։ Նա հաճոյանում էր մարդկանց, ձևացնում էր խորը մտահոգություն, բայց նպատակը ազդեցություն ձեռք բերելն էր, որ ազդեցություն ձեռք բերի, մարդկանց իրանով անի։ Երբեմն ժպիտը թաքցնում է մարդու կեղծ ամբիցիաները։ Եվ Աբիսողոմը ամենահետաքրքիրը սա է։ Աբիսողոմը այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու էր գալիս թագավորի մոտ։ Սիրելիս, ամեն մեկի հետ։ Ամեն մեկին ասում է դու ճիշտ ես։ Դու ճիշտ ես։ Դու ես ճիշտ։ Դու ես ճիշտ։ Դու ես ճիշտ։ Ոնց կարան բոլորը ճիշտ լինեն։ Ով կարա ինձ ասի։ Չի կարա այդպես լինի։ Ոնց կարա բոլոր հարց ունեցող մարդիկ բոլորը ճիշտ լինեն։ Սա գիտես ինչ է նշանակում։ Դա նշանակում է, երբ որ Հիսուս ասեց. «Վայ ձեզ, եթե ձեզ բոլորը սիրեն»։ Դա շատ վտանգավոր է։ Վայ ձեզ, եթե ձեզ բոլորը սիրեն։ Ոնց կարա բոլորի բաները արդար լինեն պահանջները։ Այդպես չի կարա լինի։ Չի կարա լինի, որ բոլորի պահանջը արդար լինի եւ բոլորը ճիշտ լինեն։ Եթե կա դատ, չէ, ուրեմն կա այնտեղ սխալ եւ ճիշտ։ Ոչ բոլորն են հասկանում, ես ճիշտ լինում, երբ որ գալիս են դատվելու։ Կա թագավորը դատը լսի, ասի դու սխալ ես վարվել։ Դու սխալ ես մտածում։ Դու ճիշտ չես մտածում։ Բայց Աբիսողոմը այսպես անելով բոլորի սրտերը գողացավ։ Բոլորին ճիշտ հանեց։ Բոլորին ասեց դու ճիշտ ես։ Դու արդար ես։ Եվ Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։ Շահեց սիրելիս, վկրադիվոլսյա, գողացավ Իսրայելի բոլոր մարդկանց սրտերը։ Այսպիսի մարդիկ այս երևույթը փնտրում է կողմնակիցներին։ Ով կլսի իրեն։ Ով կա մեկը, ում ես կարամ օգնեմ։ Կողմնակիցների է փնտրում։ Հավաքում են իրեն շուրջը մարդկանց։ Այսօր այնքան հեշտ է դա անել։ Այսօր օգնում է մեր հեռախոսները։ Կողմնակիցներ 3-4 հոգի ու գնաց։ Մենք մեր ձևով, մենք մեր համար, սա շատ վտանգավոր մի բան է։ Ցանկանում են էմոցիոնալ կերպով կապել մարդկանց իրենց հետ։ Սա մասին արդեն խոսեցի։ Էմոցիաներով, շնչով, զգացմունքներով, նա խաղում է մարդկանց զգացմունքների հետ։ Հաջորդը այն ունի արտաքին հոգևոր տեսք, բայց առանց հեզության։ Արտաքին հոգևոր տեսք ունենալը մենք գիտենք ոնց վարվենք, մենք գիտենք դրա ձևը։ Գրված է, չէ՞, ունեն աստվածպաշտության կերպարանք։ Մենք գիտենք այդ կերպարանքը որն է։ Աստվածպաշտության։ Մենք դա շատ լավ գիտենք մանավանդ կիրակի օրերին։ Մենք դա շատ լավ գիտենք մանավանդ աղոթքի օրերին, ծոմապահության օրերին։ Մենք դա շատ լավ գիտենք այդ կեցվածքը որն է։ Եվ Պողոս Արաքելը ասում է, որ վերջի ժամանակներում կլինեն մարդիկ, որ կունենան աստված պաշտության կերպարանք, բայց զորությունը ուրացած,
Գիտես, այս երևույթը ունի այդ արտաքին տեսքը, գրված է 15-րդ գլուխ 7-րդ խոսք, բթակավորած։ 40 տարի անցնելուց հետո պատկերացնում ես ինչքան ժամանակ էր պետք։ 40 տարի անցնելուց հետո այս երևույթը շարունակվել է տարիներ շարունակ։ Աբիսողոմը ասաց թագավորին, ու շատ հետաքրքիր տեղ է։ Նայեք, տարիներ հետո Աբիսողոմը գալիս է թագավորի մոտ, ինչ ասում, թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը, ու շադիշ։ Քեբրոնը մի վայր էր, որտեղ ուխտ էին կատարում։ Կատարեմ իմ ուխտը, որ խոստացել եմ Տիրոջը, տես ինչ խոսույթ է օգտագործում, կրոնական, կրոնավոր, թող գնամ, թող առանձնանամ, ես ուզում եմ գնամ այս աղոթքի սարը։ Ես ուխտ եմ արել Աստծուց հետ։ Ես գնամ այնտեղ, կատարեմ իմ ուխտը, որ խոստացել եմ Տիրոջը, քանի ես քո ծառան, նա ինչ փափուկ, ինչ հարմար է խոսում։ Ես համ Աստծունն եմ, համ ես եկեղեցու հետ եմ։ Ես Աստծուն եմ պաշտում, բայց հովիվ ջան, դու իմ հովիվն ես։ Ախ։ Քանի որ ես քո ծառան, երբ բնակվում էի ասորիների Գեսուրում, ուխտ եմ արել ասելով, եթե Տերը ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայելու եմ Տիրոջը։ Տես խոսույթը, տես խոսքերը, ես Աստված քո հետ եմ, ես այս թագավորի հետ եմ, ես այս թագավորության մեջ եմ, եւ ես ուզում եմ առանձնանամ։ Աբիսողոմը ճիշտ բառեր էր օգտագործում եւ քողարկվում էր Աստծուն երկրպագելու տեսքով։ Ճիշտ բառեր, հարմար խոսքեր, հարմար խոսույթ։ Դու այստեղ ես, հա? Հարմար էր, ամեն ինչ հարմար էր։ Ես քո հետ եմ, Աստծո հետ եմ, բայց մի պահ առանձնանամ գնամ, էլի։ Ես Աստծուց բան ունեմ ստանալու։ Նա ասաց, որ գնում Աստծուն երկրպագելու, բայց իրականում ապստամբություն էր պատրաստում։ Այս է իրական դրդապատճառը։ Նա ասաց, ես կգնամ, գնում եմ այդ սարը, այդ լեռը ուխտ կանելու։ Նա ասաց, որ գնում է, բայց իրականում ապստամբություն էր պատրաստում թագավորի դեմ։ Այսօր էլ կան նման ընտանիքի անդամներ։ Հովիվ ջան, գնամ մի որոշ ժամանակ, գնամ բանը ու գնաց։ Որտե տեսնես մի բան հասունացավ։ Նման մարկանց նախանշաններն են հոգևոր խոսույթ, կրոնական տեսք, ցուցադրական ծառայություն, բայց ներսում փառասիրություն եւ հպարտություն։ Եվ այս փառասիրությունը, հպարտությունը միայն Աստված կարող է կարդալ։ Եվ ապստամբություն Աստծո հաստատված կարգի դեմ։ 15-րդ գլուխ 12 խոսք։ Աբիսողոմը զոհերը մատուցելիս մարդ ուղարկեց Դավթի խորհրդական գերոնացի ինչ որ մեկի մոտ եւ նրան բերել տվեց Գեղոն քաղաքից։ Դավաճանությունը հզորանում էր եւ ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ։ Մի լրաբեր եկավ Դավթի մոտ ու ասաց. Իսրայելի մարկանց սրտերը Աբիսողոմի հետ է։ Տարիներ հետո, երբ որ այս երևույթը գործում է, մարկանց սրտերը գողանում են եւ հետո ապստամբություն է լինում։ Բայց որտեղի սկսվեց սա, երբ որ նա ասաց գնամ ուխտ ունեմ անելու Աստծո հետ։ Գնամ հանդիպում ունեմ Աստծո հետ։ Ես գնամ այնտեղ Աստված ինձ կասի, ում էր պետք այս զոհը, սիրելիս։ Գրված Աբիսողոմը զոհ էր մատուցում։ Ում է պետք այն զոհը, որ արեց Աբիսողոմը, որը հետո ապստամբություն բերեց։ Քանի կոպեկ արժեր, միթե Աստված ընդուներ այս զոհը։ Աստված այս հիմարի զոհը չի ընդունում։ Աստված նման զոհեր չի ընդունում։ Գիտես, մարդիկ կան, Աբիսողոմներ կան, կարծում են, որ զոհ են մատուցում Աստծուն, բայց եթե տակ ապստամբություն կա, չընդունվեց այդ զոհը։ Զուր էր այս ամենը։ Գիտես, այս ոգին չի հանդուրժում ենթարկվելը, չի ենթարկվում։ Ոնց է երեխային սսկացնում ես, ասում ես նստած եմ, բայց ներսումս թռնում եմ, եկա։ Այս ոգին, այս երևույթը չի հանդուրժում ենթարկվելը։ Եվ նա կամենում է ոչ թե ծառայել, այլ ղեկավարել։ Սա տարբեր բան է։ Աստծո եկեղեցում չեն ղեկավարում, Աստծո եկեղեցում ծառայում են։
Ով ուզում է, Հիսուսն ասեց, եթե դու զգում ես, որ դու մեծ ես, բոլորին ծառա դարձիր։ Ով կամենում է մեծ լինել, ծառա եղիր։ Ուզում ես մեծ լինել, մեծ Երևան, վերցրու սրբիչդ։ Ահա ես ուսուցիչս եւ Տերս ձեր բոլորի ոտքերը լվացի։ Լված։ Սառաջի դարն էր, փոշոտ ոտքեր, որտեղ այն ժամանակ շոկ էր եւ այլն հիգիենայի խնդիրներ կար։ Վերցրեց եւ բոլորի ոտքերը լվաց եւ սրբեց։ Ծառայություն ես ուզում, ամենաուժեղ ծառայությունը դա սրբիչի ծառայությունն է։ Դա գոտեպնդեց իր մեջքը սրբիչով եւ գնաց աշակերտների ոտքերը լվանալու։ Այս երևույթը չի հանդուրժում ծառայելը, նա ուզում է միայն ղեկավարի։ Եվ այնա հետաքրքիր է, մի փոքր սիրտս որ փարատում է, որ նույնիսկ օծյալ Դավթի կողքին կանգնած Աբիսողոմը սանտեց։ Նույնիսկ Դավթի կողքին։ Զորով էր կուլ տվեցինք Եզաբելի ոգին։ 2 տարի առաջ, երբ որ ես թեման խոսում եմ, ես չգիտեի, որ փուչի կա տրաքելու։ Անկեղծ չգիտեի։ Եվ երբ որ ես թեմայի մեջ Տերը ինձ տարավ, ես լացում էի, ասում եմ, Տեր, չեմ ուզում ես թեման քարոզեմ, չեմ ուզում։ Ես չեմ ուզում ես թեման քարոզեմ։ Բայց հետո ես հասկացա, որ երևույթները այսօր շատ ակտիվացած են։ Եվ ես աղոթում եմ, աղաչում եմ, որ այս եկեղեցու նման բան չլինի։ Միգուցե, չգիտեմ, մեզ ինտերնետով դիտողների համար սա օգտակար լինի։ Նրանք ինչ-որ մի բանով զգուշանան, հասկանում ես, այս ոգին կարա հարցակի ցանկացածից վրա մենք ուշադիր պիտի լինենք։ Մենք չպետք է ասենք, ահա հոր ասեց, էսի սրանա վերաբերվում, ինի նրանա վերաբերվում։ Չէ, մեր մատնացույցը մեզ պետք է ուղենք։ Չկա փառք Աստծուն, հանգստացի եւ պաշտպանի քեզ, ցանկապատիր քեզ Աստծով։ Բայց եթե զգում ես, որ նման բաներ կարա լինի, քննադատություններ, չգիտեմ, բացերի թող մատնանշումներ եւ այլն ուշադիր ապաշխարի։ Ամենա ուժեղ թվացող եկեղեցիներում կան խնդիրներ։ Կան։ Եթե չես տեսնում, ներքի խոհանոցում այնքան բաներ կան, դու չգիտես։ Դու չգիտես ուղղակի։ Մենք ուշադիր պիտի լինենք այս խոսքերը ու քարոզները լսելուց, մենք ինքներս մեզ բռնացնենք, որտեղ ենք տալիս մեր շուրթերը։ Ում հետ ենք ինչ խոսում, մեր ականջները ում ենք տալիս։ Արդյոք իմ ներսում ապստամբությունն է բարձրանում, իմ մոտ եղել է։ Իմ մոտ եղել է, գիտես խի, որտեղ ես աստվածաբանական ավարտած ես, հəl ի՞նչ է խոսում բեմից։ Ինչ բացեր կա, այստեղ չեն հասկանում ինչ է։ Ես անցել եմ, հասկանում ես, բայց ինձ այսպես բռնել, տարե խոնարհացրել եմ։ Տարե խոնարհացրել եմ Աստծո ոտքերի տակ։ Ու մի բան եմ արել, աղոթել եմ։ Ու վերջ։ Այս գիտես, այս դիվային զորության նախանշաններն են, մարդը չի ընդունում հանդիմանությունը։ Հանդիմանում ես չի ընդունում։ Կարա նայի աչքերիդ մեջ թվա որ ընդունում է։ Գլուխը կախի սենց է որ զորով ենթարկեցնել չի կարելի մարդուն։ Մարդը պետք է ինքնական խոնարհվի։ Կաղա խոսաս ցույց տա որ հա ճիշտ ես, բայց հաջորդ պահի նույնը անի։ Ինքը չի ենթարկվում, չի ընդունում հանդիմանություն։ Չլինի, չգիտի ինչպես լինի աշակերտ, Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Դիմադրում է խրատներին, ըմբոստանում է։ Սրա նախանշաններն են, սերմանում է պառակտում։ Մենք սիրում ենք այդ բառը ասենք Ստեփանավացիները, խմբավորումներ։ Պառակտում, հասկանում ես, ասես մասնատեմ, որ տիրեմ։ Դա շատ վտանգավոր մի բան է։ Հրահրում է դժգոհություններ, փնտրում է կողմնակիցներ եւ ցանկանում է ամեն բան անել, բայց իր ձևով։ Այդ բան ես ասում, խորհուրդ ես տալի, այսպես արա, չենք իա ձև ունի։ Կարասի հա, բայց մեկը իա ձևով անի։ Սա Աբիսողոմի ոգու վտանգավոր նախանշաններն են։ Եվ արդյունքում ինչ։ Ապստամբություն, քաոս, թագավորության պառակտում։ Սա է սրա արդյունքը։ Աբիսողոմի ոգու վտանգավոր նշանները սրանք էին։ Եվ այս ոգու վտանգավորը նրանում է, որ այն ունի
գեղեցիկ տեսք։ Հիշում ես նրա մազերը։ Փարթամ, սիրուն, գեղեցիկ։ Որն է նաև սրա վտանգը, ինքը ճիշտ է խոսում։ Ինքը ճիշտ բառեր է օգտագործում։ Այն նրբորեն է գործում, բայց ներսից բերում է բաժանում, հպարտություն, ապստամբություն եւ ավերում։ Եվ այն ոչնչացնում է ոչ թե եկեղեցու պատերը, այլ մարդկանց սրտերը։ Եվ որ մարդկանց սրտերը գողանում է։ Վերջում ինչպես ավարտվեց Աբիսողոմի ճանապարհորդությունը։ 18-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Երբ որ թագավորը իմացավ, որ ապստամբություն է պատրաստված, զորքը դուրս է եկել նրա դեմ, թագավորը փախավ։ Իր տեղը զիջեց, ասեց, ինչ ուզում է թող անի։ Բայց թագավորը իր կողքին ուներ հավատարիմ մարդիկ, շատ հավատարիմ մարդիկ, ովքեր որ միացան Դավիթ թագավորին եւ նրա հետ գնացին։ Եվ երբ որ Աբիսողոմը հետապնդում էր զորքը, տեսեք ինչ կատարվեց։ Գրված է Աբիսողոմը ջորի էր հեծնել եւ ջորին մտավ մի մեծ կաղնու թավի ոստի տակ։ Նրա գլուխը փաթաթվեց կաղնու ոստերին, հիշում ես նրա մազերը, նրա փառքն էր, նրա գեղեցկությունն էր, նրա ներկայանելի տեսքն էր, նրա մազերը, նրա պարծանքն էր, հասկանում ես, եւ այն ինչ որ պարծանք էր, այն ինչ որ գեղեցիկ էր, այն ինչ որ փառքն էր, այն փաթաթվեց ծառի ճյուղերից։ Եվ ինքը կախ ընկավ երկնքի եւ երկրի միջև եւ իր տակի ջորին գնաց։ Դες դա մահացավ երկնքի եւ երկրի արանքում։ Աբիսողոմը մեռավ ոչ երկնքում եւ ոչ երկրի վրա։ Աբիսողոմի ոգին ունեցող այլևս չի պատկանում երկրին, բայց մի տեսակ երկնքում էլ չի։ Ոգի կրողը հենց կրողը, հասկանում ես։ Ինքը այլևս երկրինը չի։ Լինում է, երբ որ քո մոտ հարց առաջանում։ Նայում ես մի ծառայողին կամ մի մարդուն, ասում ես, հիմա ես չեմ հասկանում, ինքը փրկված է թե չէ։ Եղել է, իմ մոտ եղել է։ Եվ որ նայում ես, կարծես թե ապաշխարած, Աստծո խոսքը փայլուն գիտի, կեցվածքը, խոսույթը, այն աշխատասիրությունը, այն ամեն ինչի պատասխանը գիտի։ Բայց նայում ես ապրած կյանքին, ըմբոստությանը, այդ ամեն ինչին ասում ես, չհասկացա, հիմա այս մարդը երկնքում է, ասում որ մեռը երկինք կգնա թե չէ։ Սրանից Աբիսողոմն է, սիրելիս։ Ինքը մեռավ ոչ երկրի վրա, ոչ է երկնքում, ինքը մի տեսակ մեռավ մեջտեղում։ Աբիսողոմի ոգի կրողները այլևս երկրի վրա չէ, երկրին չեն պատկանում, բայց մի տեսակ երկնքին էլ չեն կարող հարմարվեն։ Երկնքի ուստավին, կարգ ու կանոնին, դրվածքներին, երկնքի արքայության սահմանադրությանը։ Գիտես որ մենք ունենք սահմանադրություն։ Երկնքի արքայության սահմանադրությունը Մատթեոսի 5-րդ գլուխ, 6-րդ գլուխ եւ 7-րդ գլուխները։ Սա երկնային արքայության սահմանադրությունն է։ Երանիներն են, աղնա, լույսն է եւ այլն։ Հայր մեր աղոթքն է եւ ներիր մեզ, ինչպես որ մենք չեն կարողանում ներել։ Շատերիս աղոթք այդպես է հնչում։ Ների մեզ, չէ՞։ Ինչպես որ մենք չենք կարողանում ներել։ Ովքեր որ չեն կարողանում ներել։ Եվ բոլոր չներողները թող ասեն ախենալույա, չի ասել ամեն։ Սիրելիս, այս ոգին այսօր էլ միշտ հարցեր ունի եկեղեցում հաստատված կարգի դեմ։ Սա խի ասենց, սա խի անենց, էսի խի այնպես, էս բացը խի անենց, էս խի ահովիվը կույր չի տեսնում, միշտ հարցեր ունի։ Էս փառաբանությունը խի է միշտ գոռում, չեմ հասկանում։ Էս ֆինանսները խի են միշտ sense տոպրակներով հավաքում, ես չեմ հասկանում։ Էս ծառայողը խի անդեղ նստած Ես նստած չեմ, օրինակ առաջին շարքում, խի հով ինձ տարավ առաջին շարքից վերջի շարքերը, խի հովիկին անդե նստում, միշտ հարցեր ունի, հասկանում ես, ինքը միշտ հարցեր ունի, հաստատված կարգի դեմ,
Խի են եթեր տալիս, խի եթեր չեն տալիս։ Խի աղրիլը կարճ, խի աղրիլը երկար, խի քարոզը երկարում, խի քարոզը կարճ։ Միշտ հարցեր ունի։ Ես այն գտնում եմ մի տեսակ երկրի ու երկնքի մեջտեղում։ Մի հետաքրքիր փաստել եւս։ Այն ինչը որ շատ փառահեղ էր, շատ գեղեցիկ էր, պարգև էր, նա էլ դարձավ Աբիսողոմի մահվան պատճառ։ Այն ինչ որ մազեր էր, ինչպես նա մազերը 2.5 կիլո ամեն կտրելուց տարին մեկ։ Եվ այն ինչը որ շատ փառահեղ էր, փարթամ էր, դա էլ դարձավ։ Գիտես, մահվան պատճառ Աստված մեզ տվել է պարգև, գործելու պարգև, եւ այդ պարգևը մեզ չպիտի սպանի։ Այդ պարգևը չպիտի մեր մահվան պատճառը դառնա։ Ամեն։ Այո, դու գեղեցիկ ես, դու ունես գեղեցիկ տաղանդ, չգիտեմ, լավ երգում ես, լավ քարոզում ես, լավ տնային խմբակ ես անում, չգիտեմ, լավ է ամեն ինչ, լավ կարում ես անես, փառք տուր Աստծուն սրա համար։ Եվ ասա Տեր իմ ամեն տաղանդը քեզ պիտի ծառայի։ Որովհետև Տերը բաժանեց քանքարեր ու գնաց։ Գնացել է մեր Տերը։ Քանքարները մեզ տվել է ու գնացել է։ Ու գիտես գալու է մի օր ասի ուր այդ քանքարը։ Եվ նրանք ովքեր որ մի քանքար են ունեցել, պահել են հողի տակ, հողի մեջ, ի՞նչն է հողը։ Մարմինը, մարդու մարմինը կամ էս աշխարհն է։ Աշխարհի համար է ծառայել, կամ մի մարմնի համար է ծառայել, կասի չար եւ անպիտան ծույլ ծառա։ Բաժանել է մեզ տաղանդեր ա տվել, մեզ գեղեցիկ վարսեր ա տվել, մազեր ա տվել, որը շատ սիրուն ա, գեղեցիկ ա, փառահեղ ա, բայց ինքն է կարա մեզ սպանի, սիրելիս, ինքը կարա մեր մահվան պատճառը դառնա։ Ամենամեծ զենքը եւ ապահովությունը սա խոնարհությունն է Աստծո առաջ։ Հիսուսի անունով։ Սա նա երբ որ մարդը հպարտանում է իր պարգևով, ազդեցությամբ, գեղեցկությամբ, հաջողությամբ, ծառայությամբ։ Իսկ խոսքը ասում է ով որ պարծենում է, թող որ պարծենա, որ ճանաչում է Հիսուս Քրիստոսին։ Թող սա լինի մեր պարծանքը։ Եվ այնինչ Աստված տվել էր օրհնության համար, կարող է դառնալ հպարտության աղբյուր, այդ մազերը, այդ փառքը։ Աբիսողոմի ոգին այսօր քանդում է ծառայություններ, բաժանում է եկեղեցին, հանում է մարդուն հովվի դեմ, ստեղծում է խմբավորումներ եւ առաջ է մղում սեփական ամբիցիաները արդարության քողի տակ, սեփական ամբիցիաներ։ Բայց քող արդարությունն է։ Գցեմ ի վրա եւ գործեմ։ Ինքը այսօր էլ կա, սիրելիս, որից մենք շատ զգուշ պիտի լինենք։ Եվ այն հաճախ գալիս է վիրավորանքի։ Ես չնկատվեցի, չգնահատվեցի, չբարևեցին, չգրկեցին, չգիտեմ, պատիվ չտվեցին, տեղ չտվեցին, բեմ չտվեցին, չգիտեմ, աթոռ չտվեցին, ջուր չտվեցին, ֆինանս չտվեցին, ամեն ինչից կարա ինքը վիրավորվի։ Ինքը գալիս է վիրավորանքի, չներումի, չի կարումների։ Վտանգավոր այն մարդը, որ չի կարողանումների։ Իշխանատենչության եւ ճանաչման ծարավի միջոցով։ Ինչպես պաշտպանվել Աբիսողոմի ոգուց, ով ուզում իմանա։ Դալիճի 5% ուզում է իմանա, ոնց պաշտպանվի Աբիսողոմի ոգուց։ Ինչպես պաշտպանվել։ Պաշտպանեք ձեր սրտերը վիրավորանքից, առաջինը։ Որովհետև գիտես, սիրտը ինքը շատ ծածուկ եւ խորամանկ մի տեղ է։ Չեմ կարող սրտից վրա։ Սիրտը շատ խորամանկ է։ Դա համար ամեն ինչից, ամեն զգուշությունից զգուշացիր քո սրտից, որովհետև այդտեղից է կյանքի ելքը։ Սովորենք խոնարհություն, շատ լավ տեղ է։ Փոխեք եւ փախեք եւ խուսափեք բաժանումներից եւ բաժանումներ բերողներից։ Խոսքի մեջ գրված է միտեղ չեմ հիշում, փախեք բաժանում բերողներից, ովքեր բաժանումներ են բերում։ Հաջորդը փախեք եւ խուսափեք բամբասանքներից եւ իշխանությունը խաթարելուց։ Այդտեղից է սկսում բամբասանքը, երբ որ մարդը գալիս է դա տեսնելու եւ տանում ես այդ մարդուն ու սկսում ես նա այդ բամբասել դրված իշխանության դեմ։ Բացերից։
Եվ կարևոր մի տեղ ունեցեք ոչ թե Աբիսողոմի, այլ Դավթի հոգին։ Գիտես, երբ որ Դավիթը լսեց, որ որդին մեռել է, մահացել է, թեև նա ասել էր, չխփեք, պատանի Աբիսողոմին չսպանեք։ Եվ նա, ով որ բերեց Աբիսողոմին, նա էլ նրան զարկեց ու սպանեց Հովաբը։ Եվ գիտես, Աբիսողոմը մահացավ։ Եվ երբ որ Դավիթը սա լսեց, նա լաց էր լինում ոչ թե գահի պատճառով, այլ նա լաց էր լինում որդու համար։ Սա Դավթի հոգին է։ Հովիվ Խաչիկներ կարծեմ այստեղից ասեց, դեմքեր եմ այստեղ նկատում, որ պակասել են։ Այստեղ 2 տարի առաջ էր ծառայել, դե ոմանց ֆիքսել է։ Ասում եմ, ես նայում եմ, չկան այդ դեմքեր, ուր են։ Եվ գիտես, Դավթի սիրտը ինչ անում, 18:33։ Այստեղ ամեն անգամ կարդալուց ես զսպում եմ, որ հանկարծ չլացեմ։ Եվ խռովեց թագավորն ու գնաց վերև։ Դրան վերնատունը։ Գիտես, գնում ու լաց էր լինում, այսպես էր ասում. Որդիս, Աբիսողոմ, որդիս, իմ որդի Աբիսողոմ, երանի թե ես մեռնեի քո փոխարեն, օ Աբիսողոմ, որդիս, իմ որդի։ Գիտես, սա է տարբերությունը ոգու և Դավթի հոգու տարբերությունը, սա է, որ երբ որ մարդը լաց է լինում, ափսոսում է, որ ոչ թե գահս, ոչ թե կաֆեդրաս, չգիտեմ, միկրոֆոնս, ծառայությունս, դաշնամուրս, ինչ ասես, կամերաս, դուրս, երրորդ, երկրորդ, հարգերը, խոհանոցս, այլ որդիս, Աբիսողոմը բա ամենաթանկն է։ Հիշում եք, մեկ անգամ խոսացացի սրա մասին, որ մարդը բացարձակ արժեք է, ամենաթանկը։ Աստված սրա համար գին չի վճարել։ Աստված սրա համար գին չի վճարել։ Աստված սրա համար գին չի վճարել։ Աստված քո համար է գին վճարել։ Այն մարդկանց համար է գին վճարել, որ հասկանում ես, մի ժամանակ մեր հետ են, հիմա մեր հետ չեն։ Ինչ ենք մենք անում։ Մենք լաց ենք լինում, թե ասում ենք, լավա գնաց, տեղը բացվեց, ես կնա տեղը կծառայեմ։ Մենք ոնց ենք մտածում։ Մենք ոնց ենք անում, մենք ոնց ենք գնաց խռովեց թագավորը ու գնաց ու լաց էր լինում, ասում էր, որդիս, Աշոտ, Արման, Թաթոս, ինչ անում, Լուսինե, անուներ, հասկանում ես, երանի ես քո տեղը մեռնեի, այս սա է հոր սիրտը, այս սա է թագավորական սիրտ ունեցողը, իսկ Աստծո խոսքն ասում է, դուք թագավորական քահանայություն եք, Աստված մեզ թագավորներ է դարձնում, իրավիճակների վրա իշխելու, թագավորելու, Քրիստոսի խոնարհ ծառան լինելու, սա է թագավորի սիրտը և սա է տարբերությունը, սիրելիս, մենք հիմա վերջում իհարկե աղոթք կանենք, կգնանք մեր տները, մեկը կգզանգի կասի, ինչի մասին էր քարոզը, կհիշես կասես Աբիսողոմի, կամ Հիսուսի, հաջորդ օրը մի փոքր նստված կմնա, խմբակի ժամանակ մի փոքր կվերհիշես, շաբաթվա վերջ կարող արդեն ընդհանրապես մոռացած լինես այս թեման, բայց մի բան հաստատ ֆիքսիր, խնդրում եմ, հաստատ ֆիքսիր, որ մարդը դա բացարձակ արժեք է, մի բան նույնպես հիշիր, որ եթե դու զգում ես ու տեսնում ես, որ, չգիտեմ, գնահատված չես, կուզեր ավելի շատ քեզ գնահատեին, մի տեսակ սիրված չես, կուզենաս ավելի շատ քեզ սիրեին, գիտես ինչ պիտի անես, ով ազում սիրվի, ես ուզում եմ սիրվեմ, ով ազում սիրվի, ես ինչ արա, սիրի, ինչքան ուժ ունես, սիրի, ու կզգաս, որ ծեր ինչ լավ բան է, ինչ լավ է տալ, քան առնելը,
երբ որ սեր ցանես, ու կտեսնես ախր հնձում է, սեզոն անցել, արտասուքով է սերմանել այդ սերը, լացելով է սերմանել այդ սերը, քամի ա եղել, չես նայել, քամի նայողը սեր չի անում, չէ, քամիներ ա եղել, փոթորիկ ա եղել, արհավիրքներ ա եղել, չես նայել, սեր ես արել, աշխատել ես, գարունը, սեզոնը անցել, հետո զգում ես աշնանը մի տեսակ շատ սեր ես հնձում, քեզ սիրում են, օրհնում են, գնահատում են, բարձրացնում են, սիրել ես, ցանել ես, հիմա հնձում ես։ Այս ամենի մեջ, եթե մենք մի բան հիշենք, մեր սիրտը պահենք վիրավորանքից, չներումներից, չհասկացված լինելուց, չակերտավոր, արդարություն չկա, քողի հետ տակ չմտնենք, մենք ուղիղ կլինենք Աստծո առաջ, կգնանք և կհաղթենք Աստծով, ամեն, եկեք աղոթենք, եկեք կանգնենք, ես նաև իշն այդ արկիր Աբիսողոմի հետ կապված, գրված է, որ նա դեռ իր կենթանության օրոք, արձան էր կանգնացրել թագավորի հովտում, գիտես ինչու, որովհետև ասում էր, որդի չունեմ, որ իմ անունը կհիշի, հետաքրքիր, բայց նա որդիներ ունեցավ, դուստր ունեցավ, բայց նա գիտեր ինչ չեն հիշելու, գիտես, մենք չպետք է մեր կենթանության օրոք անշուչ մի առարկա կանգնեցնենք, ոնց որ Տոնան Արթուրն ասում, կանգնացնենք ու կանգնենք ժամերով ծափ տանք արձանից, ապրես, ժամերով կանգնենք ու ծափենք, մենք չպետք է մեր կենթանության օրոք մտածենք, բա ինձ ով ա հիշելու, այսքան անում եմ, ինչ չեն հիշում, սա փառասիրությունն է, որը սպանեց հենց Աբիսողոմին, սա փառասիրությունն է, որը մտածում է, չգնահատվեցի, մերսի չասեցին, չգիտեմ, մեր ամեն ջանքը պիտի ուղղվի նրան, որ երբ որ գնանք երկինք, Աստծուց լսենք, ապրես, բարի և հավատարիմ ծառա, ապրես, արի մտի քո հոր ուրախության մեջ, այս ամենամեծ վարձքը կլինի, իսկ թե այստեղ երկրի վրա ինչ կլինի, տանք այդ ամենը Աստծուն, Հիսուս Քրիստոսին, արդար դատավորին, փառք նրան, մի հատ աղոթք անենք, փառավոր Աստված, մենք քեզ փառք ենք տալիս, Տեր շնորհակալ ենք այս խոսքերի համար, այս թեմայի համար, Տեր շնորհակալ ենք, ու քեզ ենք հանձնում մեր սրտերը, ու աղոթում ենք Հիսուսի անունով, թող քանդված լինի սատանայի բոլոր գործերը, հարձակումները, դիվային զորությունները մեր եկեղեցու վրայից, մեր մարդկանց վրայից, Հիսուսի անունով, ես խաղաղություն եմ խոսում, ես կարգ ու կանոն եմ խոսում, ես սեր եմ խոսում, ես միմյանց հարգել եմ խոսում, ոնց որ խոսքն ասում, իրար պատիվ տալու մեզ առաջ անցեք, սա մտածենք, սա խորհենք, մտածենք, թե ինչպես քեզ հաճո լինենք, այլ ոչ թե մտածենք, բա ինձ երբ է լավ լինելու, ինձ երբ են սիրելու, ինձ երբ են շնորհակալություն ասելու, Տեր թող որ մեր ամբողջ սպասումը քեզանից լինի, եւ միայն քեզ ապավինենք, քեզ նայենք, քո երեսը փնտրենք, Տեր, փառք քեզ ամեն ինչի համար, Տեր, ես շնորհակալ եմ եկեղեցու համար, շնորհակալ եմ ընթացքի համար, ինչքան էլ դժվար եւ անորոշություններ լինեն, դու ես հսկում ամեն ինչ, տուր խնդրում եմ ինձ իմաստություն, տուր մեզ իմաստություն, ճիշտ վարվենք իրավիճակների մեջ, իսկ քո անունը փառավոր լինի, միշտ, հավիտյանս հավիտենից, փառք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն, փառք Հիսուսին, ոչ փառքերը Հիսուսին, ես կուզենամ հենց այս նոտայի տակ, այս մտքերով մենք ավարտենք մեր ծառայությունը ու գնանք սուրճ խմելու, այսօրվանից ամեն կիրակի ծառայությունից հետո մենք ունենանք սուրճ, թեյ, փոքր հյուրասիրություն, որ մենք կարողանանք միասին շփվենք, հաղորդակցվենք, որովհետև լինում է, որ ծառայությունը չպրծած փախնում ենք, չէ, մնանք, շփվենք, եւս 20 րոպե տրամադրի, սեր ես ուզում, հիմա գնում ենք իրար սիրելու,
իրար սեր տալու, իրար օրհնելու, հա, ցանենք, որպեսզի հնձենք, հա։ Ուզում եմ սրանից հետո ամեն Կիրակի մենք սա ունենանք, մի քանի ամառ, չգիտեմ, դրսում եք պատրաստել, դրսում ալինելու, հետո ձմեռը կհասկանանք որտեղ կանենք։ Իսկ թող Տերը օրհնի քեզ, բարձի քո ձեռքը, Տերը օրհնի քեզ ու պահի քեզ, Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ թող միշտ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն, ամեն։